իրենք հայտարարեցին, որ պետպատվերը դա պիլոտ է եղել, եւ մենք այդ պիլոտն ենք վերցրել։ 30 տարի պիլոտ են կարել։ Այո, 30 տարի պիլոտ են կարել։ Նույն մարդը կամ նույն մարմինը չի կարող եւ քաղաքականությունը մշակողը լինի, եւ վերահսկողը լինի, եւ գնահատողը լինի, եւ փողը հավաքողը լինի։ Ասում է, երբ որ հիվանդը գալիս է ապահովագրված, մի հատ ոտից գլուխ հետազոտությունները վճարովի արեք, նոր ուզեք ապահովագրական кейս բացելու համար ուղեգիր։ Մարդիկ, ովքեր որ կանգնած են անհետաձգելի օգնություն ստանալու խնդրի առջև, ստիպված են լինում սպասել։ Գովազդվում է ապօրինի սև շուկայում շրջանառվող քիմիոթերապիայի դեղերը բաց։ Այսպիսի իմիտացիա է ստեղծվում, որ մեծ թվով մարդկանց ծառայություններ մատուցվում, բայց այդ ծառայությունները կիսատ-պռատ ծառայություններ են։ Մարդը ասում է, դու ինձ տալիս ես 1000 դրամ, ես ծախսում եմ 1300 դրամ, այդ 300 դրամը մեկը պետքա տա, ու ձև էին գտել այդ 300 դրամը հիվանդից վերցնելու։ Ինչպես բաց կապույտ երկնքում ամպրոպը, այդպես էլ դեկտեմբերի վերջին տոների նախօրեին մեզանում պայթեց առողջապահության պարտադրիչ համընդհանուր ապահովագրության համակարգի հարցը, որը մեծ անորոշություններ, ռիսկեր, խնդիրներ է պարունակում եւ սիրելի Անուշ, առաջարկում եմ այսօր այդ հարցը փորձենք հնարավորինս հասկանալի մանրազնին հետազոտության ենթարկենք, ինչքան որ հնարավոր է։ Սիրելի հետևորդներ, բարև ձեզ, Հայակվե հիմնասյուներ։ Մեր զրույցների շարքի հերթական թողարկումն է այսօր եւ այսօր զրուցելու եմ առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ, ոլորտի բազմամյա փորձառու աշխատող եւ բժիշկ փորձագետ Անուշ Պողոսյանի հետ։ Շատ շնորհակալություն Անուշ ջան հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Գնանք միանգամից մտնենք այս համակարգի էությունը հասկանանք ներսից ու դրսից։ Եվ այսպես, ինչ է նշանակում առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Ընդհանուր, այսինքն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած ոք պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրում եւ դա պետք է իրականացվի կենտրոնացված ձևով պետական մարմնի միջոցով, ինչ է նշանակում սա։ Համընդհանուր ապահովագրություն տերմինից սկսեմ, սա ունի մի հատ, այսպես ասած, կարճ պատմական պատմություն։ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության մասին խոսում են 30 տարի։ Սակայն ներկայիս իշխանությունները, երբ որ նախընտրական խոստումներ էին տալիս, ասեցին, որ մենք ընտրվելու դեպքում ներդնելու ենք ապահովագրություն, առողջության ապահովագրություն։ Եվ պետք է ըստ իրենց եւ առողջապահության նախարարության ժամանակացույցերի, դեդլայների 2024 թվականի արդեն լինեին օգոստոսին առաջի ապահովագրվածները, բայց մինչև 24 թվականը 23-ին ընդունվեց հայեցակարգը, որով որ պետք է սկսվեր նախապատրաստական փուլը մինչև 24 թվականը եւ պետք է ստեղծվեր ապահովագրական հիմնադրամը, իրավական ակտերը, չափորոշիչները, գործելակարգերը եւ այլն։ Եվ շրջանառվեց համապարփակ ապահովագրության օրենքը, այդ հայեցակարգի ընդունվեց, այսինքն հայեցակարգը ընդունվել է կառավարության կողմից որպես համապարփակ եւ շրջանառվեց մեկ օրենք համապարփակ ապահովագրության մասին նախագիծ։ Սակայն առողջապահության նախարարի եւ վարչապետի հանդիպման ժամանակ, այսպես արդեն փաստացի համապարփակ ապահովագրության օրենքը ներկայացնելու ժամանակ վարչապետը հանձնարարական տվեց, ասեց ինչ համապարփակ։ Սա համընդհանուր է, բայց ոչ համապարփակ։ Մենք ոչ թե անելու ենք համապարփակ ապահովագրություն, այսինքն համապարփակ նշանակում է, որ բոլոր
Այսինքն հիվանդությունների։ այո, մենք անելու ենք ընդամենը մաքսիմալ 30% ծախսերի փոխհատուցում, այսինքն սա համապարփակ չէ։ Ահա։ Այսինքն մենք պետքա այս համապարփակ բառը փոխենք եւ դա դարձավ համընդհանուր։ Ահա։ Այսինքն ապահովագրելու ենք մինչև 28 տարեկան 28 թիվը բոլորին, բայց չենք ապահովագրելու ամեն ինչ։ Ամեն ինչ։ Այո, այս փուլում, այս օրվա դրությամբ սա ոչ համապարփակ է, ոչ համընդհանուր է։ Հիմա այստեղ մի հատ հարց է ծագում, Անուշ ջան։ Ես կարդացի ինչքան հնարավոր էր այդ դժվար, խրթին, բարդ տեքստը։ Այնտեղ այսպիսի մի միտք կար, մոտավորապես վերարտադրեմ, որ այն ցանկը հիվանդությունների, որոնք այս օրենքի շրջանակներում, ապահովագրության շրջանակներում նախատեսվում է փակել, հա, բուժ սպասարկում իրականացնել, բուժում իրականացնել եւ այլն, ասում է Հայաստանի Հանրապետությունում փաստորեն ամենաշատ հանդիպող, ամենաշատ հիվանդություն, հիվանդացություն եւ մահացություն ունեցող բանն են, ցանկն են։ Հիմա ես խնդրում եմ մի հատ ասեք դրա հետ կապված իրականությունը, արդյոք դա այդպես է։ Նայեք, շատ խոշոր մանիպուլյացիա կա այստեղ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում շատ մահացություն առաջացնող եւ ավելի շատ հանդիպող հիվանդությունները դեռ տասնամյակներ Հայաստանի Հանրապետության կառավարությունները փորձել են էլի ոչ համապարփակ, բայց անհրաժեշտությունից ելնելով փոխհատուցեն ծախսերը եւ այլն։ Այսպես կոչված պետպատվերի շրջանակներ։ Ոչ միայն պետպատվերի շրջանում, օրինակ, շաքարային դիաբետը, որը համարվում է դարի հիվանդություն, որը որ եւս Հայաստանի Հանրապետությունում բարձր հիվանդացություն ունի եւ բերում է մահացության բարձրացման բարդություններից, Հայաստանի Հանրապետությունում դեռ 2010, եթե չեմ սխալվում, 4-13 կամ ավելի վախենամ թվերը խառնել, որոշում կայացվեց այն պահին, երբ որ բժիշկը դնում է ախտորոշում շաքարային դիաբետ եւ խոսքը չի վերաբերվում հիվանդանոցայինի մասին, այլ ընդհանրապես գյուղական ամբուլատորիայում, պոլիկլինիկայում, այդ պահից սկսած այդ հիվանդի դեղի փոխհատուցումը կատարվում է պետության կողմից, այսինքն անվճար արտոնյալ պայմաններում հիվանդի կարգավիճակը հաշվի չառնելով նա սոցիալապահով է թե ոչ, ունի կարգեր հաշմանդամության թե ոչ, աշխատում է թե չի աշխատում եւ այլն, այդ հիվանդի դեղերի անվճար տրամադրումը կատարվում էր պետության կողմից։ Սա քայլ էր, որով որ պետությունը ասում էր, որ շաքարային դիաբետով հիվանդին ես տալիս եմ դեղորայք, որպեսզի ունենամ ցածր շաքարի թվեր, որպեսզի չունենամ շաքարային դիաբետի բարդություններ։ Հաջորդ ծրագիրը կյանք փրկող ծրագիրը, որը մեկնարկեց էլի 14 թվականին, դա այն ծրագիրն էր, որով որ կյանք փրկող ծրագիրը stand of life ծրագիրն էր, այսինքն պետությունը ասում էր, որ եթե սրտամկանի սուր ինֆարկտով, այսինքն էստե էլևացիայով եւ տրոպոնինի դրական ցուցանիշով հիվանդը մտնում է հիվանդանոց, այնտեղ նրա սրտի ստենտավորումը եւ զոնդավորումը մենք արվում է անվճար, որպեսզի մենք չունենանք սիրտ փրկող, կյանք փրկող ծրագիր։ Այնուհետև մեկնարկեց ինսուլտների ծրագիրը, հա, իշեմիկ ինսուլտների այդ ինվազիվ ծրագիրը, որով որ մենք հաշմանդամության եւ այսպես բազմաթիվ ծրագրեր, օնկոլոգիան, այսինքն ուռուցքների ամենահաճախ հանդիպող ծրագրերում ասում ենք, որ անվճար է։ Ինչ են արել այս ապահովագրության շրջանակներում, բրենդավորում են արել, այսինքն այդ ծրագրերը այժմ ասում են մենք ապահովագրություն ենք անունը դնում, լավ, դնում ենք շատ լավ, բայց թողել են գները նույնը, պետպատվերը նույնը, միշտ պետպատվերի գումարները ավելի ցածր են եղել փոխհատուցվող, քան հիվանդանոցի վճարովի ծառայությունները երբեմն անգամ ինքնարժեքները չի եղել համահարթեցում գների առողջապահությունում, որովհետև հաշվի է առնվել բյուջեի իրավիճակը, բյուջեի հնարավորությունները, ինչպես որ իրենք են ասում բյուջեն ասպար չի եւ այլն, եւ այդ համահարթեցումը չի եղել եւ հիվանդանոցը որպես տնտեսվարող, դա կլինի պետական, դա կլինի մասնավոր, միշտ իր վճարովի ծառայությունների հաշվին նաեւ
կոմպենսացրել է պետպատվերի շրջանակը, չնայած որ շատ հիվանդանոցներում եղել է նաև գումարների սև շրջանառություն։ Մենք ունեցել ենք հայտնի պատմությունը այդ donation ծրագրի, որը որ ապօրինություն էր, բայց այդ ապօրինությունը եթե մենք մանրակրկիտ վերլուծում ենք, այդտեղ կար մի փոքր իրողության բաժին, որովհետև հիվանդանոցի տնօրենները ասում էին, որ մենք չենք կարողանում պետական պատվերի արժեքով այդ գնագոյացումը չի Այսինքն համապատասխանում։ կապիտ ասած ոնց որ պետպատվերի գումարը տվյալ հիվանդության համար ինչ որ գալիս է քիչ է լինում, Այո, ու ստիպված ենք ոնց որ ասած հիվանդից լինում այնպես անել, Այո. հիվանդին դրթել, որ նվիրատվություն անի, այդ donation-ը նվիրատվություն այո, նվիրատվություն անի, որպեսզի կարողանանք այդ Այո. բանը իրականացնել, չէ՞։ դա ուներ իր արդարացումը, մարդը ասում էր դու ինձ տալիս ես 1000 դրամ, ես ծախսում եմ 1300 դրամ, այդ 300 դրամը մեկը պետքա տա ու ձև էին գտել այդ 300 դրամը հիվանդից վերցնելու։ Հիմա այս ապահովագրությունը լայն, այսպես ասած, հիմքեր ա դրել համավճարների։ Այստեղ մի հատ այսպեսի աբսուրդային բան կա։ Մի կողմից մենք ասում ենք, մենք գրպանից ծախսեր չենք ուզում հիվանդը անի, դրա համար ընդունում ենք ապահովագրությունը։ Մյուս կողմից մենք ասում ենք, որ սա համընդհանուր է, բայց համապարփակ չէ, այսինքն 30%-ը մնացածը դուք պետքա վճարեք, ու այս քաոս է առաջացնում։ Հիմա մի հատ այսպեսի բան պարզենք, էլի։ Այսօր եթե ես ուզում եմ, այս օրենքից վերանենք, ես ուզում եմ գնամ ապահովագրություն անեմ իմ առողջապահության։ Օրինակ ես հիշում եմ, որ մինչև համալսարանից դուրս գալը համալսարանում աշխատում էի եւ գործատուն Երևանի պետական համալսարանը ինձ համար տարվա համար ինչ որ գումար էր վճարում 40000 դրամի կարգի էր, թե ինչքան էր, չեմ հիշում էլի մոտավորապես։ Որի շրջանակներում ես կարող էի տարվա ընթացքում կանխարգելիչ այդ զննություն անել, սոնոգրաֆիա եւ այլն, արյան անալիզ եւ այլն, ու ինչ որ ըստ անհրաժեշտության ցանկ կար հիվանդությունների դրանով բան ստանալ, ոնց որ բուժում ստանալ։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ, էլի, այս որ կարելի է գնալ պարզապես սովորական ապահովագրական ընկերությունների մոտից ձեռք բերել փաթեթ։ Եվ սրա կողքին էս պետական փաթեթը, որը որ արժի փաստորեն որպես ապահովագրավճար 129600 դրամ։ Այո։ Ու այդ գինը հələ փոփոխվելիք է։ Այո։ Հիմա տարբերությունը ծառայությունների տրամադրման շատ էական է, թե չէ, այսինքն ծառայությունների քանակի, ծառայությունների որակի, իմ օրինակ համալսարանական սոցփաթեթի այդ շրջանակներում տրամադրվող ծառայությունները եւ այս ինչը որ նախատեսված է պետական համընդհանուր առողջության ապահովագրման այդ հիմնադրամի ծախսերով։ Սրանք տարբերությունները շատ են, թե շատ չեն, այդ հասկանալ։ Համալսարանական, այսինքն մասնավոր ապահովագրական ընկերությունը ուներ պայմանագրեր բժշկական կենտրոնների հետ, ունեին համապատասխան համաձայնությամբ գնացուցակներ եւ ձեր այցը իր հետևից տանում էր գումարը, որը որ բավականին շուկայականին մոտ գումարներ էին։ Եվ որի արդյունքում դուք որոշում էիք որտեղ գնաք, ինչ սկզբունքով եւ ինչպես կատարեք ձեր բժշկական այսպես check-up-ը, հա, կանխարգելիչ բժշկությունը։ Ի տարբերություն սրա, պետական այս համընդհանուր ապահովագրության շրջանակներում դուք ձեր ընտրած պոլիկլինիկան պետք, այսինքն որտեղ որ դուք հավաքագրված եք, որտեղ ձեր ընտանեկան բժիշկն է, դուք այնտեղ պետքա գնաք։ Նախկինում էլ դուք կարող էիք տարին մեկ առանց այս ապահովագրության գնալ ձեր ընտանեկան բժշկի մոտ եւ ձեր ընտանեկան բժիշկը ձեր ուրեմն per capita-ի սկզբունքով հավաքագրման հիմքով ձեզ կատարել կանխարգելիչ բուժ զննում տարին մեկ անգամ եւ այլն։ Հիմա ինչ են անելու։ Հիմա դուք գնալու եք ձեր ընտանեկան բժշկի մոտ, ձեր ընտանեկան բժիշկը ձեզ անելու է այդ check-up-ը, անելու է նույն պոլիկլինիկայում կամ այն պոլիկլինիկայում, որտեղ որ կան այդ պայմանագրերը, այդ հետազոտությունը եւ այնուհետեւ որոշելու է, եթե դուք ունեք ավել հետազոտությունների ծավալ, որը որ տվյալ պոլիկլինիկայում չեն իրականացնում, նոր ուղեգրը դնելու է, ուղեգիրը բաց է, կարող է գնալ բոլոր տեղերը, բայց գնալու եք։ Ստեղ տարբերությունն ինչումն է։ Փոխհատուցումը կատարվում է շատ քիչ քանակով։ Օրինակ,
Բոլոր կլինիկաներում մի հատվածի սոնոգրաֆիան 10,000 դրամ է, այդ գնացուցակները կախված են բոլոր այդ բաներում, հա, կայքերում, բաց ինֆորմացիա է։ Սակայն ապահովագրությունը մի հատվածի սոնոգրաֆիա, եթե չեմ սխալվում, փոխհատուցում է մինչև 4,000 դրամ։ Այո, 4,000 դրամի չափով։ Եվ ուրիշ բան, այստեղ դրված է հերթագրումների համակարգը, այսինքն դուք կարող եք պետք է, ոչ թե կարող, այլ պարտավոր եք հերթագրվել։ Մինչև 6 ամիս հերթագրման պատուհան են տվել։ Այսինքն գումարների, ոչ թե դա նշանակում է հիվանդի մոտ, բժշկի մոտ 6 ամիս հերթ է, այլ գումարների սահմանափակ բյուջեի կարգավորման սկզբունք են դրել։ Գումարը վերջացավ, դուք պետք է սպասեք, հերթագրվեք մինչև 6 ամիս, որպեսզի գնաք այդ հետազոտությունները եւ այլն անցնեք, որը լուրջ խնդիր է առաջացնելու։ Հանել են հրատապությունը, ասում են դե հրատապությունից ելնելով առանց հերթագրման, բայց առողջապահությունը դա հրատապություն է, ես հաճախ բերում եմ նույն օրինակը։ Երբ որ ուռուցքով հիվանդը քիմիոթերապիայից հետո գնում է կատեի անցնում, որ գնա հաջորդ քիմիոթերապիայի կուրսին։ Դա հրատապ է, թե պետք է 6 ամիս սպասի։ Չէ, իհարկե հրատապ է, բայց մենք այստեղ չունենք այդ հրատապությունը իրավական ակտով։ Այսինքն, այս հիվանդներին ստիպված ասելու ենք գնացեք, սպասեք կամ ձեր ֆինանսների, ձեր գրպանից արեք ծախսեր։ Իմիջիայլոց աշխովս նաև հետևյալն ընկավ, որ կոնկրետ այդ քիմիոթերապիայի հետ կապված առավելագույն չափ էլ կա ֆիքսված։ Այո։ 1,200,000 դրամի կարգի։ Այո։ Սա նորմալ չափ է։ Ոչ, սա չի բավարարելու այդ բուժմանը, ուղղակի բարձրացրել են շեմը, եթե չեմ սխալվում, նախկինում 365,000 էր, հիմա ասում են մենք կտանք 1,200,000, բայց խնդիրը արմատական չի լուծվում։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում քիմիոթերապիայի դեղերը գրանցված են վերապահումներով եւ քիչ քանակով եւ Հայաստանի Հանրապետությունում քիմիոթերապիայի դեղերը շրջանառվում է սև շուկայում, հիվանդները գնում են որտեղից որ ուղարկում է իր բժիշկը, բժիշկները գիտեն հստակ են դեղատները որտեղից ուղարկում են եւ այս վերջերս ես շատ ցավով արձանագրեցի եւ հրապարակեցի անգամ օնկոլոգիա ինստիտուտինքից մի դեղատուն կա, որտեղ մի կիսածիծաղելի մուլյաժ էին դրել եւ ինքը ցույց էր տալիս ձեռքով, որ քիմիոթերապիայի պրեպարատները վաճառում են այս դեղատանը։ Սա առողջապահական ողբ է։ Այսինքն մենք ասում ենք, մենք պետք է անվճար անենք հաճախ հանդիպող մահացություն առաջացնող, դրանցից ամենակարևորագույնը ուռուցքներն են, օնկոլոգիան է, որը Հայաստանում բավականին բարձր թվերի վրա է, բազմիցս խոսել ենք, օթե աղտոտվածություն, սխալ սկրինինգային ծրագրեր եւ այլն, եւ մենք ունենք այդ իրավիճակը գովազդվում է ապօրինի սև շուկայում շրջանառվող քիմիոթերապիայի դեղերը բաց։ Լավ։ Հիմա եկեք մի հատ շահառուները հասկանանք, էլի, այս համակարգի շահառուները ովքեր են։ Այո։ Ուրեմն մինչև 18 տարեկանները, ես բոլոր ամբողջական ցանկը իհարկե չեմ կարող ասել, բայց մոտավորապես մինչև 18 տարեկանները կամ մինչև 23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացածները, այո, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք, 65 եւ ավելի տարիքի անձինք եւ էլի Չեռնոբիլի վթարի հետեւով տուժած ուրեմն անձինք, հայրենական պատերազմի մասնակցած անձինք, հա, եւ էլի խմբեր, ովքեր որ ապահովագրավ վճար չեն վճարելու եւ իրենք ստանալու են տվյալ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված ցանկով ծառայություններ եւ սպասարկում են ստանալ։ Այո։ Այս մեկը հասկացանք։ Հիմա բացի դրանից շահառու են հանդիսանում նաեւ 200,000 եւ ավելի դրամ աշխատավարձ ստացող մարդիկ, ումից որ գանձվելու է հարկ ֆիքսված չափով, այսինքն այդ վճարը, ապահովագրավ վճարը լինելու է տարեկան 129,600 դրամ, որը համապատասխանում է ամսական 10,800 դրամի, եւ այդ գումարը
առնվազն 2026 թվականի Այո, համար այո, ձևավորվելու է յուրաքանչյուր աշխատող մարդու վճարած այդ հարկերից դրոշմանիշային հարկի համար սահմանված չափից 4500 դրամ այդտեղից է գալու եւ եկամտահարկից 6000 ինչքան է տարբերությունը գալիս 6300 է գալիս ինչքան է գալիս այդքան տարբեր այդ ուրեմն յուրաքանչյուր քաղաքացուց այդքան պահելու են որպեսզի ձևավորվի նրա համար ապահովագրավճարի չափը։ Այստեղ դուրս է մնում մինչև 200,000 դրամ ստացող անձանց ապահովագրությունը։ Հիմա ինչա տեղի ունենում, այսինքն մինչև 200,000 դրամ երկու փաստ եկեք ֆիքսենք, հա, մինչև 200,000 դրամ ստացողները իրենք ապահովագրավճար չեն ստանում եւ չեն օգտվում համընդհանուր առողջապահության ապահովագրությունից մեկ եւ երկրորդ 201,000 դրամ ստացողն էլ եւ, չգիտեմ, 2,500,000 դրամ ստացողն էլ նույն չափի հարկապահվում եւ նույն տիպի ծառայություն է ստանում։ Ես խնդրեմ միած այս հասկանանք ոնց է։ Հա, նայեք, սա ապահովագրություն է այն մասին, որ հարուստների համար վճարելու են աղքատները, որովհետև այդ ձեր ասած 3 միլիոն ստացող եւ 200,000 ստացող քաղաքացիները նույն ապահովագրավճարն են վճարելու, նույն ծառայություններից են օգտվելու։ Երկրորդը 65 տարեկան այն քաղաքացիները, որոնք որ աշխատում են, նրանց համար նորից վճարելու են 200,000 ստացող քաղաքացիները, իսկ մենք գիտենք, որ 65 տարեկան բավականին բարձր աշխատավարձ ստացող մենք մի սեգմենտ ունենք, դրանք քաղծառայողներն են, հիմա այլ նախագիծ է շրջանառվում, եթե չեմ սխալվում, որ քաղծառայության տարիքային սահմանափակումը ուզում են հանել, դրանք բիզնեսներ արողներն են եւ այլն, այսինքն երբ որ մենք ասում ենք 65 եւ ավել, մենք միայն մեր մոտ ասոցացվում են մեր թոշակառուները, բայց մենք ունենք մի հատ սեգմենտ, որոնք որ ֆինանսական բավականին բարձր հնարավորություններ ունեն, սակայն նրանց համար վճարում է պետությունը, իսկ պետությունը վճարելու է այս ապահովագրվածների առողջ 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցողների ապահովագրավճարի հաշվին։ Մյուս խնդիրը, որ կա, այո, մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները, իդեպ նշենք, որ 200,000 դրամը դա հարկերը ներառված է, իսկ եթե մենք հարկերը հանում ենք, սարսափելի մի հատ թիվ ենք ստանում, որ այդ մարդիկ արդեն իսկ աղքատ կոնտինգենտն է։ Եվ մինչև 200,000 ստացողները, որոնք որ ամենաաղքատ սեգմենտն է, ամենախոցելի սեգմենտն է, եւ մենք երբ որ այդ դեմագոգիական արտահայտություններն էին կանում, որ առողջապահական ծախսերը բերում են քաղաքացիների աղքատացմանը, ամենաաղքատ սեգմենտին մենք դուրս ենք թողնում ապահովագրությունից։ Եվ այստեղ մի հատ ծիծաղելի բան կա, անգամ եթե 199,000 դրամ ստացող քաղաքացին, այսպես լսում է նախարարի աշխատակազմին եւ ասում է, այս ինչ լավ բան է, գնամ ոչինչ, որ ես 199,000 եմ ստանում, 200,000 չեմ ստանում, գնամ ապահովագրվեմ, այս մարդուն չեն թողելու ապահովագրվի եւ ծիծաղելին են, որ ասում են խառնա շփոթը չխորացնելու, չստեղծելու համար, այսինքն իրենք էլ են հասկանում մի հատ խառնաշփոթ Այսինքն դու եթե ստանում ես մինչև 200,000 դրամ աշխատավարձ, ենթակա չես առողջապահությունդ ապահովագրելու այն ձևով, ինչպես որ նախատեսվում է։ Դու քո ուզած ձևով գնա կամ մասնավոր ապահովագրականին դիմիր ինքը քեզ կապահովագրի կամ էլ պարզապես մի ապահովագրի ըստ հիվանդության գնա քո բուժումը ստացի, այսպես է հասկանում։ Նա աղքատացի։ Այո, այսպես ենք, հաստորեն այսպես է ստացվում։ Այո, այդպես է ստացվում եւ այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա փաթեթների մասին։ Նայեք, ինչ են անում 0-ից 18 տարեկանները
եւ 65 պլյուսները նույն փաթեթից են օգտվելու, նույն ծավալի առողջապահությունից։ Ինչպես նաեւ այդ Չեռնոբիլ եւ այլն, որ դրել են այդ ցանկը, ուրեմն Չեռնոբիլի մասնակիցներին անդրադառնամ, որպեսզի հասկանաք ինչքան է այստեղ, այսպես ասած, մանիպուլյացիա։ 2020-21 թվականներին Չեռնոբիլի մասնակիցները, որոնք որ բավականին քիչ են արդեն մնացել, բավականին մարդիկ մահացել են, մեծ նամակ էին գրել առողջապահության նախարարություն, այդ ժամանակ ես այնտեղ էի աշխատում, որտեղ պատմում էին, որ իրենք խնդրի առաջ են կանգնել, իրենք ունեն բաժանմունք, ճառագայթային վնասվածքաբանության բաժանմունք կար հանրապետական հիվանդանոցում, իդեպ դա նախկին Սովետ միության միակ բաժանմունքն էր, որովհետև հաշվի առնելով, որ Հայաստանում կա նաև ատոմակայան, այստեղ հիմնել էին գիտահետազոտական կենտրոններ դա դարձել, եւ այս մարդիկ ամեն տարի այնտեղ բուժումներ էին ստանում, ունեին իրանց բժիշկը, այդ բժիշկներն էլ եզակի էին բնականաբար, ունեին իրենց բժիշկները, բուժումներ էին ստանում, իրենց պատմություններ այնտեղ եւ այլն, եւ մի հիմար իրավիճակ էր ստեղծվել, երբ որ առողջապահության ուրեմն նախարարության իմացությամբ նորանշանակ տնօրենը, որը որ Գևորգն էր, որը դարավ փոխքաղաքապետ Սիմոնյան, եթե չեմ սխալվում, այնուհետև դատական գործերով է հիմա անցնում, մի ուրեմն գրիչի հարվածով այդ բաժանմունքը լուծարել էր։ Եվ այս մարդիկ կորցրել են եւ իրենց հիվանդության պատմությունները, եւ իրենց ընդհանրապես պատմությունը, հա, եւ իրենց բժիշկները այժմ կանգնել էին աշխատանք փնտրելու խնդրի առաջ եւ այլն, եւ այդ բաժանմունքը այդպես էլ վերացրեցին, այս մարդիկ եւ ամենթեթ որ ես դրա մասին խոսում եմ, ասում եմ, բայց մարդիկ ինչ են անելու, շատ հանգիստ իրանք ասում են, իրանք սոմատիկ հիվանդներ են, թող գնան ցանկացած սոմատիկ հիվանդանոցում բուժվեն, եւ այս մարդիկ պետպատվեր ստացող շահառուներ էին։ Ինչ են անում հիմա։ Այս մարդիկ 65 պլյուս են։ Այսինքն մի հատ իրանք 65 պլյուսի սեգմենտի մեջ են այս մարդկանց հաշվարկում։ Մի հատ էլ հաշվարկում է որպես Չեռնոբիլի մասնակ։ Նույնը անում են հայրենական պատերազմին։ Այսինքն եթե դուք այսքան մտածում եք այս մարդկանց մասին, թողնեիք իրանց բուժող բժիշկները աշխատանք ունենային, իրենք աշխատեին, բայց հիմա դուք մի քանի սեգմենտով այս մարդկանց վերցրել եք ապահովագրության մեջ եք ընդգրկել։ Այս էլ է խնդիր, որը որ կեղծ թվերի իմիտացիա են ստեղծում։ Փաստորեն հիմա ինչ է ստացվում։ Առաջ այսպես էր տրամաբանությունը աշխատում, որ ինչ որ հիվանդություններից ցուցակ կար, ցանկ կար, օրինակ ձեր նշած օնկոլոգիան կլիներ, սրտի, ասենք, ստենտավորումը կլիներ եւ այլն եւ այլն։ Տարբեր հիվանդությունների հետ կապված գործում էր պետական պատվեր, պետությունը ինչ որ դրամագլուխ փոխանցում էր, մարդիկ գալիս էին այդ անհրաժեշտ օգնությունը ստանում էին բժշկական։ Հիմա մարդկանց շատ մեծ թվից է հավաքվում գումար, Այո։ նկատի ունենալով, որ այդ թվի մեջ մի մասն էլ առողջ ապրելակերպով ապրող մարդիկ են կամ երիտասարդ են, այդ կարգի հիվանդություններ չունեն, որ նախատեսված ապահովագրավճարի չափով գումարով կկարողանան իրենք այդպես բուժում ստանալ, շատ ավելի քիչ է նրանց ծախսը լինելու։ Փաստորեն բյուջեն է, առողջապահական բյուջեն է ոնց որ ասած շատանում, գնում է այդ հիմնադրամի մեջ ուրեմն կուտակվում է այդ գումարները եւ ըստ այդմ լինում է բաշխում, բայց այդքանով հանդերձել, ինչպես նայում ենք, էլի ոնց որ փոխհատուցվող ապահովագրության փոխհատուցվող գումարները ավելի քիչ են, ավելի ցածր են, քան իրականում ինչ որ պահանջվում է այդ բուժումը կամ հետազոտությունը իրականացնելու համար։ Ձեր նշած օրինակով ոնց որ նայենք, սոնոգրաֆիան ամենապարզ տարբերակը 10,000 դրամ, բայց ապահովագրության փոխհատուցվողը 4,000 դրամ։ Ու այստեղ էլ նորից խնդիր է առաջանում, ռիսկ է առաջանում, որ գալիս է տարվա կեսը, գումարները նորից ավարտվում են ու մարդիկ, ովքեր որ կանգնած են անհետաձգելի
օգնություն ստանալու խնդրի առջև ստիպված են լինում սպասել։ Այո, նայեք, շատ ոչ ճիշտ հաշվարկային մեխանիզմներ է դրված, արդեն իսկ մենք ունենք դեռ հələ մի ամիս էլ չի մեկնարկը, բայց մենք ունենք մեծ քանակով բժիշկների դժգոհությունը, որովհետև բժիշկների աշխատավարձն էլ ձևավորվում է այդ վճարումներից եկող բոնուսներից, տոկոսներից եւ այլն։ Բժիշկները փորձում են հրաժարվել ապահովագրությամբ հիվանդներին սպասարկելուց։ Բժիշկները իրենց արդարացի, նորից եմ կրկնում, արդարացի բողոքն են հայտնում, որովհետև օրինակ, եթե տեսողության ստուգումը 800 դրամ է փոխհատուցում ապահովագրական հիմնադրամը, ապա այդ նույն տեսողության ստուգումը 8-ից 10,000 դրամ է դրված, ես գների համեմատությունը անում եմ բացառապես մի հիվանդանոցի հետ։ Դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Ինչու՞, որովհետև դա նախարարի կազմակերպ, որ հիմնադիրը նախարարությունն է, որի գնացուցակը հաստատվում է նախարարի կողմից։ Այսինքն դա մասնավոր կլինի, չի որ ենթադրենք ասում է իր ուզածությունը։ Այո, կամ բժշկի խորհրդատվությունը, եթե ապահովագրությունով փոխհատուցում է 2000 դրամ, ես այդ համեմատականն արել եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, մեր սիրելի բժիշկների խորհրդատվությունը սկսվում է 10,000 դրամից, ավարտվում է 25,000 դրամով, կախված բժշկի ստատուսից եւ այլն։ Այսինքն հիմա հարց է առաջանում. եթե դուք 2000 եք գնահատում, իհարկե դա աբսուրդ է, 2000 դրամով բժշկի խորհրդատվությունը դա ծիծաղելի է, այդպես չեն գնահատում բժշկին, եթե դուք 2000 եք գնահատել, սիրելի իշխանություն դա, ապա ինչպես է ձեր գնացուցակում 25,000 դրամ թիվը հայտնվել։ Եվ այդ 2000-ը բժշկին չի գնալու որպես աշխատավարձ, դրա մաքսիմալ 40%-ն է գնալու աշխատավարձ, որից նաև հարկվելու է 23%-ը, այդ 40%-ի 23%-ը, այսինքն ստացվելու է մի քանի 100 դրամանոց կոնսուլտացիաներով բժիշկը պետք է աշխատի։ Սա լուրջ բժիշկների համար խնդիր է, եւ բժիշկները մի օր պրոստը չեն աշխատի։ Այսինքն ոնց որ կանգնած ենք մեծ իմիտացիայի առաջ։ Այո։ Մի հատ մեծ, այսպես թատրոնի շոուի առաջ, որ մարդկանց ասում են, որ վերջ, այսօրվանից դուք կգնաք եւ կարելի ասել, հա, ձեզ համար, անվճար, քանի որ իրենց անմիջապես գրպանից չի հանվում, այլ հարկերից է ինչ որ պահում դա, այդ դուք կգնաք, կստանաք ձեր բժշկական օգնությունը, բայց այդ օգնությունը, այսպես ասած, շատ օգնության համար պետությունը շատ քիչ է վճարում, անընդունելի քիչ է վճարում բժիշկներին, եւ դրա դիմաց բնականաբար բժիշկներն էլ շահագրգռված չեն լինելու։ Այո։ Ջանք դնել եւ մատուցել անհրաժեշտ չափի ծառայությունները։ Ավելին ասեմ, հիմա մի հատ տենդենց է, շատ տխուր գնում, որ ձև են գտել խոշոր բժշկական կենտրոնները, ինչ են հանձնարարում բժիշկները եւ բժիշկները շատ տարակուսած են, ասում են մեզ կդատեն սրա համար։ Ասում է, երբ որ հիվանդը գալիս է ապահովագրված, մի հատ ոտից գլուխ հետազոտությունները վճարովի արեք, նոր ուզեք ապահովագրական кейս բացելու համար ուղեգիր։ Այսինքն մարդը գնում է ծանր խնդրով, ենթադրենք, ինչ որ գանգատներով, որ պիտի վիրահատվի։ Մի հատ ոտից գլուխ վիրահատության համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները անում են վճարովի, հետո ասում է ես ապահովագրություն ունեմ, օքեյ, գնա քո ընտանեկան բժշկից տեղեկանք բեր եւ ուղեգիր բեր։ Մի հատ էլ ապահովագրական кейս են բացում, այն վճարովի արածները դնում են այնտեղ, որ այնտեղի ծախսերը քչացնեն։ Այսինքն ստացվում է եւ այնտեղից են փող աշխատում եւ այստեղից, բայց այստեղ բժիշկը չի օգտվում դրանից։ Այստեղ օգտվում է հիվանդանոցը։ Մի կարճ բան էլ ասեմ, բժիշկներին հələ որ թողնենք մի կողմ, լաբորատոր հետազոտությունները։ Ամենահայտնի հետազոտություններից մեկը, որ Հայաստանի բնակչության մեծ մասը առնչվում է, դա Վահանաձև գեղձի հետազոտությունները, որովհետև Հայաստանի Հանրապետությունը յոդ-դեֆիցիտային ռեգիոն է, բոլորը այդ խնդիրը կարելի է ասել ունեն։ ՏՏԳ-ի հետազոտությունը բոլոր լաբորատորիաներում սկսվում է 6000 դրամից։ Այսօր ապահովագրության շրջանակներում փոխհատուցում
ստացում է 3000 դրամ կամ 3600 դրամ, հիմա հարց է առաջանում, եթե դրա ինքնարժեքը հələ մի բան էլ եկամուտները Որովհետև անալիզը անում են նյութեր հաշվարկված 3600 դրամ էր, ապա ինչու է նախարար պետական ենթակայության հիմնարկներում տարիներ շարունակ մարդկանցից վերցվել 6000 դրամ եւ ինչու է շարունակում այդ գնացուցակներում մնալ 6000 դրամ, այսինքն այստեղ սպառողների իրավունքների լուրջ խնդիրներ էլ կան, պետքա հասկանալ, արդյոք առողջապահության նախարարությունը ճիշտ հաշվարկ է կատարել այնտեղ ինքնարժեքը բարձր թե հակառակը։ Այս հարցի պատասխանը մենք չունենք։ Այս հարցի պատասխանները մենք չունենք, որ այսքան ժամանակ, եթե օրինակ ասենք հիվանդանոցները, կլինիկաները ավելի շատ գումար են պահանջել, ստացել, քան այն, ինչ որ հիմա պետությունը փոխհատուցում է, հետևապես այստեղ մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում։ Շուկայի հետ ենք։ Եթե այդպես է իհարկե։ Եթե ոչ, եթե կլինիկաների պահանջած գումարները հետազոտության եւ սպասարկման բուժծառայությունների համար նորմալ է, ինքնարժեք եւ գումարած որոշակի, հա, ապա այստեղ մենք շատ վտանգավոր բանի հետ ենք, առողջապահական համակարգի կոլապսի հետ գործ պետք է ունենանք։ Մի այսպիսի հարց էլ է շատ կարևոր հետաքրքրում, ավելի ճիշտ սրա լուծման մեխանիզմն եմ ուզում հասկանալ։ Տեսեք, մենք ասում ենք, որ փաստորեն 201,000 դրամ ստացող եւ 2,500,000 դրամ ստացող մարդկանցից նույն չափի ապահովագրավճար է գանձվում նույն ծառայության համար, նույն ծավալի ծառայության համար։ Այն որ նույն ապահովագրավճարը պետք է չգանձվի, տարբերություն պետք է լինի, դա հասկանալի է, բայց միևնույն ժամանակ նույն անձը նույն ծավալի հիվանդության համար շատ վճարի եւ քիչ վճարի ու ստանա նույն ծավալի սպասարկումը, դա էլ բան չի, չէ, ոնց որ արդար չի, բա սրա մոդուսը որն է, սրա ձևը որն է, ոնց անենք, որպեսի հասկանալի լինի, որ քիչ աշխատավարձ ստացողի համար քիչ պետքա լինի, բայց շատի համար շատ, բայց միևնույն ժամանակ գոնե ստացվող ծառայությունների տարբերություններ էլ լինեն, ասենք, որ դա էլ արդար չի լինի։ Նայեք, ծառայությունների տարբերությունները ուրեմն նախ սկսեմ նրանից, որ ծառայությունները իրենք կլասիկ պետպատվերի ծառայություններն են դրել մի քանի, այսպես ասած, դիզայներական լուծումներով, այդպես ճակերտների մեջ, իրականում առողջապահական առումով Հայաստանի Հանրապետությունում պետք է անկախ վճարման գումարից ծառայության որակը լինի բարձրակարգ, որովհետև բոլորը իրավունք ունեն լավագույն առողջապահությունը ստանալու եւ պետքա լիներ ուրեմն փաթեթի հետ կապված այնպիսի փաթեթներ, որոնք որ հաստատուն փաթեթներ են, բարձր որակով արված, իսկ եթե այդ միլիոններ ստացող քաղաքացին ուզում է ստանալ ավելի բարձր, ավելի շքեղ ապահովագրություն, ապա այստեղ իրանք առաջարկում են, որ գնացեք մասնավոր ապահովագրության մեջ ձեր ցանկացած кейսը առեք, հա։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա։ Իրենք ամենակարևորը չեն արել։ Իրանք պետքա հասկանային ինչու է ձևավորվում հիվանդանոցում գումարների սև շրջանառությունը, կանխեին կամ լուծումները տային այդ սև շրջանառության, նոր դրանով մտնեին ապահովագրություն։ Այս գումարների արժեքների փոխհատուցումը երբ որ նայում ենք, մենք հասկանում ենք, որ այդտեղ անգամ մասնագետների հետ չեն քննարկել։ Օրինակ, լյարդի էխինոկոկի վիրահատությունը եւ ճողվածքի վիրահատությունը եւ ապենդիցիտի վիրահատությունը համարյա նույն արժեքներն են դրած։ Այսինքն, այստեղից հասկանում ես, որ հաշվարկ արված չի, որովհետեւ մի վիրահատության համար ինչքան ծախս է անում հիվանդանոցը մատերիալների, դեղորայքի եւ այլի ձևով, մեկ այլ հիվանդության համար ինչքան ծախս է անում հիվանդանոցը։ Այսինքն ոչ մասնագիտական մոտեցում են ցուցաբերել, վերցրել են պետպատվերի գները, դրել են այնտեղ, որը որ խորացնելու է այդ ամբողջ խնդիրը։ Իսկ ինչ վերաբերվում է, որ աղքատները շարունակելու են վճարել հարուստների ապահովագրության համար, փաստաթղթորեն այդպես է լինելու, բայց ըստ իմ ցավալի
այսպես կանխատեսման բժշկական կենտրոններում եւ աղքատները եւ հարուստները միևնույնն է վճարել։ Վճարել է։ Այո։ Փաստորեն առողջապահության համընդհանուր ապահովագրության այս համակարգը ոչ միայն համակարգ է, որը ցույց է տալիս, որ աղքատները վճարում են հարուստների առողջության համար, այլ նաև իմ կարծիքով խորացնում է Երևան մարզ անհամաչափ զարգացումը այն տեսանկյունից, որ Երևան քաղաքի բժշկական հաստատությունները շատ ավելի զարգացած ենթակառուցվածք են ունենում եւ համընդհանուր այս ապահովագրության համակարգ կիրառելու պարագայում մարզի բնակիչ հիվանդը բնականաբար նախընտրում է իր բժշկական ծառայությունը ստանալու Երևանում եւ հոսքը ավելանալու է Երևանի կլինիկաներ, եթե ես սխալ եմ, կարող եք բանել։ Իսկ մարզերում մարզային բուժհաստատությունները չունենալով հաճախորդներ կամ քչանալով նրանց հաճախորդները կանգնելու են խնդրի առաջ։ Նայեք, իրականում երևանյան հիվանդանոցները չեն կարող անսահման ընդունել հիվանդներ, որտեղ մեր երևանյան հիվանդանոցները ունեն իրենց ռեսուրսների չափը, հա, այսպես ասած, այո, դուք ճիշտ եք, մարզային հիվանդանոցներում շատ խոշոր տենդենց կար, բացումներ էին անում հիվանդանոցները եւ ասում էին մենք ենթակառուցվածքները լավացնում ենք եւ այլն, կիսատ բռած սարքած հիվանդանոցները, որը 2-3 տարի հետո քանդվում են, բանը օրինակը Մարտունու բժշկական կենտրոններ, որ այս պահին շինարարների հետ կապված քրեական գործեր կան իմ բարձրաձայնումների հիման վրա, այսինքն ոչ որակյալ այդպես շինարարությամբ հիվանդանոցներ, որոնք արդեն իսկ վատ վիճակում են, այս բացում են պետությունը համաշխարհային բանկով, այսինքն իմ ձեր հաշվին վարկեր են վերցնում եւ վարկային ծրագրերով սարքում են այդ հիվանդանոցները, բայց այնտեղ չեն լուծում կադրերի հարցը, կադրային քաղաքականության հարցը, իսկ հիվանդանոցում շատ կարևոր է, որ գեղեցիկ է, ժամանակակից է, տեխնիկապես հագեցված է, բայց եթե նա չունի կադր, այդ հիվանդանոցը չի աշխատում։ Այդ կադրային քաղաքականությունը մեծ ոդկասթի այսպես թեմա է, ես չեմ ուզում խորանալ, բայց այո, այսօր մի հատ տենդենց կա, որ բոլորը գնում են իրենց ընտանեկան բժիշկներին, խնդրում են, ասում են ուղեգրերը կախեք, ուղեգրերը բացեն եւ գնում են տարբեր հիվանդանոցները հետազոտվելու բուժելու, հասնում են Երևանյան հիվանդանոց, ստանում են մերժումներ, կամ հերթագրվեք, կամ չենք սպասարկում, օրինակ երեկ եմ հայտարարել, մարդը գնացել է ապահովագրված, բայց գումար են վերցրել, որպեսզի իրան սպասարկեն 30,000 դրամ ու մարդը այդ մասին զանգում է ոչ թե սոցցանցում, այլ առողջապահության նախարարության տելեգրամյան չաթում, որտեղ որ նախարարը պատասխանում է քաղաքացիների հարցերին։ Այդ քաղաքացու հարցը մնացել է բաց։ Ինչու՞, որովհետև պատասխան չունեն։ Եվ այսպես այս մարդկանց մերժում են, այսինքն միևնույնն է նա վերադառնալու է եւ Դավիթ վատից իր մարզի բժշկական օգնությունը պետք է ստանա, այսինքն այն որ ասում ենք ենթակառուցվածքները պատրաստ չէին, մենք նկատի չունեինք մենակ գեղեցիկ պատերը, մենք նկատի ունեինք, որ պատրաստ չեն կադրային քաղաքականության առումով, ծավալների, հոսքերի ընդունման առումով։ Եվ մարզերում մի հատ լուրջ խնդիր է հիմա հասունանում շտապօգնության կանչերի վերաբերյալ, ինչ են ասում է մենք 8 կանչն ենք անում անվճար, ամբողջ Հայաստանում, 8 կանչից ավելը դուք պարտավոր եք վճարել, սակայն ձեր կանչը, անգամ եթե դա առաջինն է կամ երկրորդն է, դա ուրեմն փաստ չէ, որ գալու է շտապօգնությունը, որովհետև շտապօգնության դիսպեչերը կարող է որոշի, որ ձեր կանչը շտապօգնության կանչ չի եւ դա տեղափոխի ձեր ուղարկի, բայց դա հաշվի այդ 8 հատի լիմիտի մեջ հաշվի։ Չէ, չեն հաշվում, ուղղակի կանչի վերահասցեագրում են անում։ Վերահասցեագրում են ումը այն ընտանեկան բժշկին, որը որ սպասարկում է։ Եվ կա հատուկ Եվ գիշերվա ժամը 2-ին, երբ որ դու զանգել ես, ինքը վերահասցեագրում է ընտանեկան բժշկին։ Եվ հատուկ բան կա, կարգավորում կա, որ ընտանեկան բժիշկը, եթե աշխատանքային ժամին է կանչը 2 ժամվա ընթացքում պարտավոր է հասնել այդ հիվանդին, իսկ եթե ոչ աշխատանքային ժամ է, հաջորդ օրը։
հաջորդ աշխատանքային օրը։ Եվ այստեղ ոչ ոք իմ հարցերին չի պատասխանում, ինչպես պետք է այս ընտանեկան բժիշկը հասնի իր բուժառուին։ Այսինքն մարզերում չկա միջհամանքային տրանսպորտներ, եղանակային պայմանները մենք երեկ էինք տեսնում, թե ինչպես շտապօգնությունը, ԱԻՆ-ը եւ այլն մի կերպ հասել են մի գյուղ, որպեսզի հղիին տեղափոխեն։ Նույնը լինելու է, ինչպես է հասնելու, լավ, թեկուզ ամառային պայմաններում, ինչպես է հասնելու 60 կիլոմետր շառավղով սպասարկվող գյուղական համայնքներին, ամենահասարակ հարցը, ինչպես եք կանչը փոխանցելու գյուղական համայնքի բժշկին։ Այդ բժիշկներին դուք անգամ կապի միջոցով պետությունը չի տրամադրել։ Մարդ, իր հեռախոսը անջատում է, ասում է, ես այսօրվանից չեմ ուզում հեռախոս ունենամ, ոնց եք անելու։ Այսինքն, այսպես անպատրաստից կիսատ-պռատ որոշումներ են կայացրել, որի արդյունքում իրավական պատասխանատվությունը էլի մնալու է մեր սիրելի բժիշկների վրա, որոնք որ մինչև այսօր լուր մտածում են դա իրենց չի վերաբերվել։ Իդեպ այդ 8 կանչը, որ էլի օրենքի մեջ ֆիքսված է, որ ապահովագրության շրջանակներում փոխհատուցվում է 8 կանչի պարագայում, 8-ից ավելի դեպքում քաղաքացին պետք է վճարի։ Հասկանալի է, որ օրինակ մենք գիտենք, որ ծանոթ բժիշկներից էլ ենք լսել, որ լինում են քաղաքացիներ, ովքեր որ ամենաթեթև ինչ որ մի հատ անհանգստության դեպքում մատը, ասենք, չգիտեմ, փուշ է մտել, զանգում են շտապօգնություն։ Դա հասկանալի է, էլի ծայրահեղությունների հետևից բայց չընկնենք։ Այո։ Բայց ընդհանուր առմամբ այս թիվը 8 կանչ տարվա ընթացքում ինքը խելամիտ չէ, եւ եթե այս թիվը ֆիքսված է դրատակ ինչ որ հետազոտություն, ինչ որ աշխատանք կա կատարված, որպեսզի հասկանանք սրա խելամտության աստիճանը։ Ենթադրում եմ, որ ոչ, չեմ հասկանում ինչու 8 կանչ, որովհետեւ կամ պրակտիկան առհասարակի չի ցույց տալիս, շատ են լինում հիվանդություն ունեցող մարդիկ, որ ստիպված են իսկապես լինում ոչ թե տարվա մեջ 8 անգամ, այլ 12 անգամ կանչել։ Ես չգիտեմ իրենց թվերը, իրանց այդպես ասած հրապարակումներ ոչ մի բան չի եղել։ Ես ունեմ մի այսպես հարցազրույցից հատված, որ ձեզ կասեմ, շտապօգնության կայանի ղեկավարը ասում էր, որ մենք ունեցել ենք դեպք, երբ որ մի կին օրը 3 անգամ կանչ է տվել ու մենք սպասարկել ենք։ Հիմա ես հարցնում եմ, ասում եմ, դուք չպետք է այդ մի կնոջը օրը 3 անգամ սպասարկեիք, դուք պետք է ահազանգեիք այդ կնոջ ընտանեկան բժշկին, այդ կնոջ տարածաշրջանային համապատասխան խնդիրներ, այդ կինը ուրեմն ունի նևրոլոգիա, հոգեկան խնդիրներ եւ այլ, ինչու է պետության ռեսուրսները ծախսել եւ ինչու է այդ մի կնոջ օրինակով ամբողջ համակարգում սենց ռեֆորմանում, որի արդյունքում տուժվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երկրորդը, երբ որ ես Արմետ համակարգի անհասկանալի այդ պատմությունների մասին սկսեցի խոսելը, որ Արմետ համակարգում մարդիկ գրանցվում են այս ապահովագրության շրջանակներում եւ տեսնում են, որ իրենց կատարվել է անհասկանալի բժշկական օգնության եւ սպասարկում։ Իմ օրինակով բերեմ, ինձ սիրտանոթային անբավարարության բուժել էին Գավառում, հետո դիալիզ էի ստացել Վանաձորում, հետո ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել էի Ապարանում, ես ինքս, եւ այդ հրապարակումը, որ արեցի, շատ մարդիկ գրեցին իրենց պատմությունը, որ օրինակ տղամարդուն մանկաբարձ գինեկոլոգի կոնսուլտացիա է նշանակել եւ այլն, բայց ամենակարևորը շատ, իրականում մի կին գրել էր, ասում է երեխայիս բոլոր ատամները բուժված են, բայց փառքասու երեխաս ոչ մի անգամ ատամնաբուժի մոտ չի գնացել։ Բայց շատ էին ահազանգները, որ շտապօգնության կանչերի խնդիր կա, շտապօգնության կանչեր են արել, անհարկի մարդիկ գրում են, որ մենք երբեք շտապօգնություն չենք կանչել, բայց մենք տեսնում ենք, որ բազմաթիվ շտապօգնության կանչեր են եղել։ Եթե դուք ունեք այդ ստատիստիկան, հարգելի գոլեգաներ, ապա ձեր ստատիստիկան փոխեք, վերանայեք եւ իրական ռեալ կանչերով արեք ստատիստիկա։ Եվ եւս մի հարց, գուցե դա նախավերջի հարցը կլինի, այդ գումարները, ապահովագրավճարները հավաքում է մեկ հիմնադրամ, պետական հիմնադրամ հավաքում եւ ինքը բուժ հաստատությունների հետ պայմանագիր կնքելով բաշխում է այդ գումարները։ Այո։
մեկ պետական հիմնադրամի արկայություն է ինքը մենաշնորհային վիճակ ստեղծում է, թե չի ստեղծում, թե սա նորմալ է։ Սա գերմենաշնոր է, հիմա բացատրեմ ինչու, որովհետև հիմնադրամը ստեղծվում է, որի խորհրդի ղեկավարի պաշտոնը առողջապահության նախարարն է, Հոգաբարձուների խորհուրդ։ այո, հոգաբարձուների խորհրդի հիմնադրամի տնօրենը արդեն 6 ամսով նշանակել են մի մարդու, որ նախկինում քրեական տարբեր ուրեմն չարաշահումներով 16-17 թվականին ուշադրության կենտրոնում ա եղել, ինչպես է կատարվել ընտրությունը չգիտենք։ Այնուհետև գալիս ենք ուրեմն հիմնադրամի խորհրդի որը պետք է ղեկավարի հիմնադրամի ծախսերը, հաստիկացուցակները եւ այլն, այս փուլում մենք չենք տեսնում, բայց եթե անգամ դա իդեալական լինի, ստացվում է, որ նախարարը տալիս է փողը, նախարարը ղեկավարում է փողը, լիցենզիաները տալիս է հիվանդանոցների նախարարը, վերահսկողությունը, որ որակի մասով կատարում է նախարարը, տեսչական մարմինը, որ պետք է կատարի այլ բուժական վերահսկողությունները, խորհրդի նախագահը նորից նախարարն է, այսինքն այս ամեն ինչը պտտվում է նախարարի շուրջը։ Սա ընդհանուր կառավարման տեսանկյունից է շատ պրոբլեմատիկ, որովհետև ընդհանուր նորմալ կառավարումը այլ պրակտիկա է պահանջում։ Նույն մարդը կամ նույն մարմինը չի կարող եւ քաղաքականությունը մշակողը լինի, եւ վերահսկողը լինի, եւ գնահատողը լինի, եւ փողը հավաքողը լինի, եւ փողը բաժանողը լինի։ Եվ հաշվի առնելով, որ ի պաշտոն է նախարարի պաշտոնը միշտ քաղաքական պաշտոն է, փոխնախարարների պաշտոնները դրանք քաղաքական պաշտոններ են, այսինքն ստացվում է, որ անգամ աչք չկա, որ հետևի այդ ամեն ինչին։ Հա, իմիջիայլոց ասոցիացիաները, որոնք իբրև թե անկախ կառույց պետքա լինեն այդ հիմնադրամի կազմում եւ հետևեն, այդ ասոցիացիաների այնտեղ լինելու թույլտվությունը եւս փոխեցին բժշկական օգնության սպասարկման օրենքով, էլի տալիս է նախարարը։ Այսինքն այս ամեն ինչը փակ մի հատ sense համակարգ է ստեղծված եւ աննախադեպ ծավալի բյուջե ունեցող մի կառույցը ահաչունի վերահսկողական մեխանիզմներ։ Եվ նորից այդ ապահովագրավճարների հանգամանքին գանք այստեղ, որովհետև էլի մի հատ կարևոր պահ կա, որ պետքա ուշադրություն դարձնենք։ Այսպիսով ամսական 10,800 դրամ, տարեկան 129,600 դրամ ապահովագրավճարը հավաքագրվում է հարկ վճարող մարդկանց 200,000 եւ ավելի եկամուտ ունեցող, աշխատավարձ ստացող մարդկանց հարկերի այն հատվածից, որոնք որ այժմ ուղղվում են զինապահ ֆոնդին, այդ ֆոնդին այլևս չի ուղղվում այդ գումարը վերցվում է զինապահ ֆոնդից եւ ուղարկվում է առողջապահության համընդհանուր ապահովագրմանը եւ եկամտահարկից մի հատված է վերցվում այդ ապահովագրավճարի համար, բայց իրենք ասել են փաստորեն, որ դա լինելու է 2026 թվականի համար։ Այո։ Այս ընտրական տարի է, քանի որ մարդկանց վրա հավելյալ ծանրություն չլինի, փող հավելյալ չնստի մարդկանց գրպանին, ընտրությունները ճակերտավոր բարով խերով կանցկացնեն, հետո ըստ էության ռիսկը այն է, որ կավելացնեն մարդկանց հարկային բեռը կավելանա նաև։ Ես վստահ եմ նաև, որ ավելացնելու են ապահովագրավճարը, այսինքն այդ 129,800 դրամը դառնալու է 164,000 դրամ։ Լավ։ Հիմա եւ վերջին էսպես արդեն ընդհանրական ծրագրային հարցը։ Հասկանալի է, որ ապահովագրություն բժշկական անհրաժեշտ է։ Դա առհասարակ առաջավոր երկրների պարագայում պարտադիր ապահովագրություն, հա, այսպես ասենք, ինքը նորմալ երևույթ չէ, ինչպես որ օրինակ ասենք պարտադիր միջնակարգ կրթություն է։ Եվ ինչպես պետք է լիներ, որ ճիշտ լիներ այս ամեն ինչը։ Այո։ Ոչ ոք չի քննարկում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ապահովագրություն առողջապահության, որովհետև դա բժշկագիտության զարգացման, դա սոցիալական խնդիրների լուծման եւ իրոք աղքատության իջեցման ծրագիր է, ռեֆորմ է, հա։ Ինչ պետք է անեին։ Իրենք պետք է առաջինը
անեին նախապատրաստական փուլը, առանց վրազելու, առանց շոուներ սարքելու։ Պետք է նախապատրաստական փուլում ստեղծեին օրենսդրական ակտերը, չափորոշիչները, գործելակարգերը եւ այլն։ Ինչի չափորոշիչները։ Առողջապահական, որպեսզի գործեր արբիտրաժ։ Մենք այսօր անգամ չունենք այդ արբիտրաժի Այսինքն, ինստիտուտը։ երբ որ ապահովության հետ կապված վեճեր են ծագում, Այո, վեճերի լուծելու համար մարդը չգիտի ուր դիմի, որովհետև չկա վեճերի լուծման այդ համակարգը։ Դատարաններում հասկանալի է։ Տարիներով եւ չեն էլ ընդունի վարույթ, հա։ Բան ումը դիմի, նախարարության խոսեցինք փակողակի մասին եւ այլն։ Երկրորդը պետք է գնահատվեր հստակ ենթակառուցվածքները եւ ենթակառուցվածքներում որակային ցուցանիշները, այսինքն պետք է հասկանայինք, որ այս ընտրվեին որակական ցուցանիշներով, լիցենզավորումով եւ այլով հիվանդանոցների վիճակը գնահատվեր, որpիսի մենք հասկանայինք, որ վճարած իր առողջության համար վճարած մարդը գնալու է եւ արժանապատիվ առողջապահություն է ստանում։ Պետք է այդ մեծ թիմը, բժշկական բանակը կրթվեր ապահովագրության անցնելու համար։ Ոչ թե այսօր գիտեք ինչ վիճակ է բժիշկների մոտ, մեկը մեկին զանգելով, մեկը մեկին խորհուրդ տալով ուզում են հասկանան ոնց աշխատեն։ Մարդիկ ունեն տեղեկատվության պակաս եւ առողջապահության նախարարի այդ գեղեցիկ երաժշտության տակ խոշոր հիվանդանոցներ այցերը դրանք այդքան էլ այդպես գեղեցիկ մատուցվում են, բայց իրականում բժիշկները հետևից զանգում են 1000 հարցեր ունեն ու չեն ստանում այդ պատասխանը կոնկրետ իմ հետ էլ են բազմաթիվ տնօրեններ կապնվում եւ խորհուրդ կտամ նախարարին չգնալ Աստղիկ բժշկական կենտրոն եւ առանց արտահագուստի մտնել վերակենդանացման բաժանմունք, այլ գնալ օրինակ, ասենք, սահմանամերձ գյուղական ամբուլատորիաները եւ օրինակ պիլոտի շրջանակ, մի հատ փուճուր պիլոտ կատարել, այդ բժշկի հետ առանց ծառայողական մեքենայի մի հատ կանչ կատարել, օրինակ, չգիտեմ, 3 գյուղային կողմ հիվանդին։ Տեսնեք, ստացվում է, որ այդ օրենքը գրել ենք, ուղղակի պիլոտ անել։ Եվ փուլային ներդրվեր այս ապահովագրությունը, ավելի փոքր սեգմենտ ընտրվեր, կատարվեր այդ պիլոտը, հասկանալ ինչ է, բայց ինչ արեցին իրենք հայտարարեցին, որ պետպատվերը դա պիլոտ է եղել եւ մենք այդ պիլոտն ենք վերցրել։ 30 տարի պիլոտ են կարել։ Այո, 30 տարի պիլոտ են կարել, այսինքն իրենք ակամայից խոստովանեցին, որ իրենք ոչ թե ընդունել են ապահովագրություն, այլ կատարել են պետպատվերի բրենդավորում եւ մենք պետպատվերը ժառանգելով վերցրել ենք պետպատվերի վատ թերի կողմերը, պետպատվերը վերջացել է, սև շրջանառություն, պետպատվերով հիվանդին սպասարկման առանձնահատկությունները հիվանդանոցներում եւ այլն եւ այլն։ Պետպատվերի բրենդավորումը իրականացվել, ոնց որ գումարներն ավելի շատացվել, որովհետեւ մարդկանցից է հավաքագրում ավելի մեծ թվով եւ դրան գումարած նաեւ այսպեսի իմիտացիա է ստեղծվում, որ մեծ թվով մարդկանց ծառայություններ մատուցվում, բայց այդ ծառայությունները կիսատ-պրատ ծառայություններ են ու դրա հետ կապված բուժ հաստատությունների համար ստեղծվում է մի խառնաշփոթ իրավիճակ, առողջապահական համակարգը այս վիճակի մեջ է գալիս կանգնում, որովհետև այդ ամեն ինչի նպատակը ոչ թե իրական խնդրեմ լուծելն է, այլ պարզապես իշխանության վերարտադրությունն է։ Այսինքն սրա միջոցով ցանկացած ձեռնարկման հիմքում փնտրեք եւ գտեք իշխանությունը իրենց պահելու, վերարտադրելու միտումը եւ դրա համար մի բան հիշեցի, այս վերջերս կարդում էի, որ 2007 թվականին պաշտոնյաների համար մի հոգեբանական դիագնոզ են դրել, ճիշտ ասած մոռացել եմ անունը, ինչի սինդրոմ էին կոչում, եւ գալիս է մի փուլ, որ պաշտոնյաներին միայն դուր է գալիս գովասանքները, քննադատությունները չեն լսում, հա, եւ այստեղ մեր փորձառու հիվանդանոցի տնօրենները հասկացել են դա եւ ակտիվ գովում են մեր նախարարին, բայց դրանով սիրելիներս վատություն եք անում ձեր նախարարին, որովհետեւ պետքա խնդիրների մասին խոսեք, հա, որովհետեւ երբ որ խնդիրների մասին դուք խոսեք, այդ
նախարարի թիմը գոնե կհասկանա, գոնե 100-ից մի խնդրեմ կլուծվի։ Ասում եմ, հա, էլի գովացեք, բայց գովալու հետ էլ մի քանի այդ խնդիրները ասեք, թե չգիտեք, ես երբ որ նայում եմ նախարարի ռիլերը, ինձ թվում է մենք Սինգապուրում ենք ապրում, ամեն ինչ իդեալական է։ Երբ որ ռիլը վերջանում է կամ կիսատ է մնում, ինձ օրը 100-ներով զանգում են ու խնդրում են, որ մի հատ էս մասը ոնց անենք, որ հետո մեզ չգան դատեն, ես հասկանում եմ, որ մենք Սինգապուրում չենք ապրում դեռ։ Շատ շնորհակալություն Անուշ ջան, մեր զրույցը հուսամ կօգնի մեր հանրությանը առողջապահության համընդհանուր ապահովագրության այս համակարգի հետ կապված անորոշությունների վերաբերյալ, թե ինչից է ստեղծվում այս խնդիրները, պատճառները հասկանալու տեսանկյունից կարծում եմ, որ մի փոքրիկ այսպես օգնություն այդ տեսանկյունից արել է։ Այո։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, հաջողություն։ Ստեսություն։